Նախընտրական քարոզարշավի 14-րդ օրը Նիկոլ Փաշինյանը նախաճաշել սկսեց ուրախ ավտոբուսում, այս անգամ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Սնվելով հասան վեդի, ուր նրանց սպասում էր վարչական ռեսուրսի կիրառմամբ հավաքված բազմություն։ Ոչ մի բառ Հայաստանին բերած աղետների մասին, թեման նույնն էր։ Հերթը Արարատի ցեմենտի գործարանինն է, եւ շատ շուտով Արարատի ցեմենտի գործարանը կլինի պետության, այսինքն գողոնը մենք կվերադարձնենք։ Փաշինյանին տրվելիք պատասխանը չուշացավ, արձագանքեց Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը։ 500 միլիոն հարկ է վճարում աշխատողներին պայելով այսքան մրցակցության մեջ Վարչկաստանից բերում են էժան գրիգել, բայց պայքարել ես իմ ժողովրդին պահում։ Հիմա դա էլ ուզում են անեն, որ հիմա կարողանան Ադրբեջանից վակումներով էժան ցեմենտ բերել։ Մինչ Ծառուկյանն իր քարոզարշավն էր անում, Փաշինյանի մոտ կրկին կրքերը լարվում են։ Քաղաքացիներից մեկը համարձակվել էր հարցնել, ինչու է Փաշինյանը հանձնել Տիգրանաշենը։ Ինչու հանձնեցիք Տիգրանաշենը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը քարոզարշավի 14-րդ օրը Արագածոտնի մարզում էր, որտեղ էլ Նարեկ Կարապետյանը պատասխանեց Սուրեն Պապիկյանի այն հարցին, թե ինչու են մարդիկ ողջ եւ ինչու զոհված չեն։ Ինքը կանգնած էր միտեղ, որտեղից 500 մետրի վրա Վանաձորում էր այս հայտարարությունը արել, թե ինչու մենք չենք զոհվել պատերազմում։ Դրանից 500 մետրի վրա Սամվել Կարապետյանը կառուցել էր Լոռվա ամենամեծ ծննդատունը ու նվիրել էր համայնքին։ Եկած առաջի օրվանից մահանն է հետապնդում հայոց աշխարհը։ Դրա համար իրենց ճամփու դնելուց հետո էլ երաբլուրները չեն շատանալու մեր երկրում։ Արագածոտնի մարզում էր նաև Հայաստան դաշինքը, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին այստեղ անակնկալ էր սպասվում։ Քոչարյանի խոսքով Փաշինյանը լարում է հասարակությանը, արցախատյացություն է սերմանում եւ սպառնում քաղաքական հաշվեհարդարներ տեսնել։ Այն սահմանափակումները, որ արդեն մտցրել են այդ ծաղիկների արտահանման հետ կապված, հազարավոր մարդկանց ուղղակի վնաս է հասցնել։ Եվ ես անկեղծ ասեմ, չեմ հասկանում։ Լավ մտել ես քարոզարշավ, չես կարում լեզու տեղը պահես, գոնե մեծ պետություններին չկպնես։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր մենք գտնվում ենք Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր քարոզարշավն անցկացրեց Սահմանադրական դատարանի մոտ։ Չկա ոչ մի անկլավ Ադրբեջանին տալու, եւ այս իմաստով այս հարցը կարելի էր բանակցություններով փակել։ Բայց մեր իշխանությունները ինչպես արտոնյալ ճանապարհի պարագայում գնում են այնքան քննարկում են այս հարցերը, որ վերջում անպայման մենք ինչ որ բան զիջենք, այն էլ զիջենք միակողմանի։ Բոլորին դեմ եմ կուսակցության ընտրական ցուցակից 50 տեխնացու քարոզարշավի 14-րդ օրը ինքնաբացարկ հայտնեց։ Եթե մեր պրոյեկտը հասնում է հաջողության, մենք 100 օր հետո իրականացնելու ենք նոր ընտրություններ։ Եթե մեր պրոյեկտը չհասավ հաջողության, մենք հայտնվեցինք պարլամենտում, բայց մեր պրոյեկտը չկարողացանք իրականացնել, բոլորս ենք մանդատները վայր դնելու։ Սիրելի ժողովուրդ, հիմա սկսում ենք Հայ ազգային կոնգրեսը քարոզարշավը շարունակեց Աջափնյակում։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե ինքը տեր է կանգնելու խաղաղությանը։ Դու չկարողացար սկի Արցախին տեր կանգնել, Հայաստանին տեր կանգնել, մեր սահմաններին տեր կանգնել։ Դու ընդհանրապես մի հատ խարդախություն ես անում, անը դրել ես իբր թե խաղաղություն, դու խաղաղություն բերող ես, եւ ավելի ճիշտ կլներ, որ քո պլակատի վրա գրված լիներ տեր կանգնեք իմ խարդախությանը, ոչ թե խաղաղությանը։ Այսպիսով նախընտրական պայքարի քարոզարշավի կեսին էլ ավելի ակնհայտ է դառնում իշխանության կողմից հասարակական լարվածության ու պառակտման խորացումը։ Ընդդիմությունը շարունակում է կոռեկտության եւ զսպվածության շրջանակում ծավալել իր գործունեությունը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։